Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ինչպես արդեն նշվեց, ներկայացնում եմ ծրագրի տեխնոլոգիական հատվածը։ Այս բաժնի հիմնական նպատակը Հայաստանի տնտեսության կառուցվածքային փոփոխությունն է, անցում աութսորսինգային մոդելից դեպի սեփական տեխնոլոգիական արտադրություն։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կայուն տնտեսական աճ ապահովում են այն երկրները, որոնք ներդրումներ են անում գիտահետազոտական աշխատանքներում եւ զարգացնում են բարձր տեխնոլոգիաները։ Այդ պատճառով ծրագրով նախատեսվում է պետական մակարդակով խթանել գիտահետազոտական եւ նորարարական գործունեությունը։ Նախատեսվում է ներդնել ճեղքումային տեխնոլոգիաներ մշակող ընկերությունների R&D գործունեության պետական ֆինանսավորման համակարգ։ Այդ համակարգը կառավարվի միջգերատեսչական բարձր տեխնոլոգիական խորհրդի կողմից համապատասխան նախարարությունների մասնակցությամբ։ Ֆինանսավորումը փուլային ձևով կհասցվի մինչև հնայի 1%։ Ռեսուրսները կենտրոնացվելու են այն ուղղությունների վրա, որտեղ Հայաստանը կարող է ունենալ մրցակցային առավելություն, դրանք են արհեստական բանականությունը, կիսահաղորդիչներն ու չիպերի դիզայնը, կենսատեխնոլոգիաները եւ ստեղծարար տեխնոլոգիաները։ Ծրագրով նախատեսվում է, որ պետությունը կդառնա հայկական տեխնոլոգիական արտադրանքի առաջին եւ խոշոր պատվիրատուն, ինչը հնարավորություն կտա ձևավորել ներքին շուկա եւ ապահովել ստարտափների կայուն զարգացումը։ Նախատեսվում է ստեղծել հանրային մասնավոր գործունեության ձևաչափով ձեռնարկություններ, դա PPP-ն է, Public-Private Partnership, արհեստական բանականության, նանոտեխնոլոգիաների եւ ռազմարտունաբերության տեխնոլոգիաների ոլորտում։ Այն ընկերությունները, որոնք շահույթի առնվազն 15%-ը վերներդրում են հետազոտության եւ զարգացման մեջ, կստանան լրացուցիչ արտոնություններ։ Ծրագրում կարևոր տեղ ունի նաև մտավոր սեփականության պաշտպանության ուժեղացումը, Հայաստանը տեխնոլոգիական լուծումների գրանցման եւ կառավարման համար գրավիչ հարթակ դարձնելու նպատակով։ Հաջորդ կարևոր ուղղությունը մարդկային կապիտալն է։ Ծրագրով նախատեսվում է կիրառել Fund of Funds մոդելը, որի շրջանակում պետությունը կմասնակցի վենչուրային հիմնադրամներին որպես սահմանափակ գործընկեր։ Սա կխթանի մասնավոր կապիտալի ներհոսքը տեխնոլոգիական ոլորտ։ Կստեղծվի նաև Սփյուռքի ներդրումային հարթակ, որը հնարավորություն կտա համակարգված ներդրումներ կատարել հայկական վենչուրային հիմնադրամներում։ Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ռեզիդենցիան մոդել, այսպես կոչված e-residence մոդելը, արտասահմանյան ձեռնարկատերին հնարավորություն տալով Հայաստանում առցանց գրանցել եւ կառավարել բիզնես։ Տեխնոլոգիական ոլորտում ներդրողների համար կսահմանվի 10-ամյա կանխատեսելի եւ անփոփոխ արտոնությունների համակարգ։ Նախատեսվում է նաեւ ստեղծել բարձր տեխնոլոգիաների կենտրոն, միջազգային կոնֆերանսների, ինկուբացիոն ծրագրերի եւ համագործակցության զարգացման համար։ Մարդկային կապիտալի ներգրավման նպատակով նախատեսվում են ֆինանսական արտոնություններ, բարձր որակավորում ունեցող մասնագետների համար, այսպես կոչված փափուկ վայրեջքի ծրագրեր հայրենադարձերի համար։ Ֆինանսական տեխնոլոգիաների մասով նախատեսվում է կարգավորումների ազատականացում կրիպտովոլորտում եւ նոր ֆինանսավորման գործիքների ներդրում, դրանք են օրինակ crowdfunding, ICO, STO եւ այլ մեխանիզմներ։ Թվային պետության շրջանակում նախատեսվում է ամբողջական անցում էլեկտրոնային կառավարման համակարգի, բոլոր պետական ծառայությունները հասանելի կլինեն մեկ միասնական հարթակում, կիրառվի մեկ անգամ տվյալներ սկզբունքը, ինչը կնվազեցնի բյուրոկրատիան եւ կրճատի պրոցեսների ժամկետները։ Կապահովի նաեւ տվյալների պաշտպանությունը եւ կիբերանվտանգությունը, ստեղծելով համապատասխան անկախ կառույցներ եւ մասնագիտական կենտրոններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաեւ հայերեն լեզվական տեխնոլոգիաների զարգացմանը, որպես թվային ինքնիշխանության կարևոր բաղադրիչ։ Այս ամբողջի նպատակը մեկ բան է՝ ձևավորել տեխնոլոգիական տնտեսություն, որը ստեղծում է բարձր հավելյալ արժեք, ապահովում է ներդրումների ներհոսք եւ պետության երկարաժամկետ զարգացում։ Բայց այստեղ կա նաեւ ավելի կարևոր հարց։ Այսօր ամբողջ աշխարհը միլիարդներ է ներդնում արհեստական բանականության, գիտության եւ բարձր տեխնոլոգիաների մեջ, որովհետեւ բոլորը հասկացել են ապագան պատկանում այն պետություններին, որոնք ստեղծում են տեխնոլոգիա։ Մինչ աշխարհը կառուցում է AI կենտրոններ, Հայաստանի իշխանությունները կառուցում են հերթական քարոզչությունը։
Մինչ մյուս երկրները պայքարում են լավագույն ուղեղներին ներգրավելու համար, Հայաստանից հեռանում են մարդիկ, որոնք կարող էին այստեղ ստեղծել ապագայի տնտեսությունը։ Եվ ամենասարսափելին այն է, որ սա այլևս սխալ չէ։ Սա դարձել է ինչ-որ կառավարման ձև։ Պետությունը վերածվել է PR մեքենայի, որտեղ կարևորը ոչ թե արդյունքը, այլ վերնագիրը, ոչ թե զարգացումը, այլ լայքը, ոչ թե ռազմավարությունը, հաջորդ լայվը։ Բայց իրականությունը լայվերով չեն փոխում, պետությունը չեն կառուցում Facebook-յան ստատուսներով, պետությունը չեն պաշտպանում ինչ-որ TikTok-ներով, պետությունը կառուցում են գիտությամբ, տեխնոլոգիաներով, կրթությամբ եւ արտադրությամբ։ Այսօր ամբողջ աշխարհը պատրաստվում է հաջորդ տեխնոլոգիական հեղափոխությանը, իսկ Հայաստանում իշխանությունները դեռ զբաղված են հաջորդ օրվա PR-ով։ Եվ եթե այս մտածողությունը չփոխվի, վաղը Հայաստանը պարզապես դառնալու է ուրիշների ստեղծած տեխնոլոգիաների սպառող եւ կախյալ պետություն։ Այդ պատճառով տեխնոլոգիական զարգացումը մեզ համար պարզապես տնտեսության հարց չէ, սա ազգային անվտանգության, ինքնիշխանության, պետության գոյության հարց է։ Շնորհակալություն։